Բիա Պոլ։ Պատվարժան դատարանն ազդարարում է, որ 92-ամյա Բիա Փոլը արդեն 8-րդ անգամ ընտրվում է Կամերունի նախագահ։ Կենտրոնական Աֆրիկայի այս երկրում պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը 7-ամյա է, ուստի աշխարհի ամենատարեց առաջնորդը կարող է նոր ռեկորդ սահմանել, նախագահի պաշտոնում մնալով մինչև 99 տարեկանը։ Հավանաբար սա կլինի նրա վերջին վերընտրությունը։ Աֆրիկյան երկրի փողոցներում սակայն համաձայն չեն սպասել մինչև նրա մահը։ Պահանջում են երկրի ղեկը հանձնել ընտրություններում նրա մրցակից 80-ամյա Իսա Տչիրոմա Բակարիին։ Փոլ Բիանը գողացել է մեր հաղթանակը։ Նրանք արդեն ամեն ինչ նախօրոք ծրագրել էին։ Մենք պահանջում ենք մեր թեկնածուի արժանի հաղթանակը։ Այս նախագահը պետք է լքի Կամերունը։ Մենք հոգնել ենք, ժողովուրդը հոգնել է։ Ուզում ենք, որ մեր թեկնածուն Իսա Տչիրոման գա և կարգի բերի երկիրը։ Մենք բավականաչափ տառապել ենք, երիտասարդները աշխատանք չունեն, երկիրը քաոսի մեջ է։ Իշխանության կողմնակիցները սակայն պնդում են, որ Բիայի հաղթանակը օրինաչափ ու արդար է։ Նա խաղաղության մարդ է, միավորող գործիչ, հայր է երկրի համար, և մենք դեռ շատ հույս ունենք նրա վրա։ Բիա Փոլը, որ այսօր մոլորակի ամենածեր գործող նախագահն է, 1982-ին ընտրվելուց հետո դիմակայել է 84-ի հեղաշրջման փորձին, իսկ 92-ին միջազգային ճնշման տակ անցկացրել է երկրի առաջին բազմակուսակցական ընտրությունները, թեև ըստ դիտորդների բազմաթիվ կեղծիքներով։ Կամերունը միակը չէ աֆրիկյան մայրցամաքում, որտեղ պահանջում են երկարամյա ղեկավարի հրաժարականը։ Մոզամբիկում օրինակ բողոքի ցույցերը սկսվել էին վիճահարույց ընտրություններից հետո, որոնք երկարացրել էին իշխող կուսակցության գրեթե կեսդարյա իշխանությունը։ Մարդիկ բողոքում էին կոռուպցիայի, թանկացումների և գործազրկության դեմ։ Մադագասկարում ևս տեղի ունեցան զանգվածային ցույցեր, հիմնականում երիտասարդների Gen Z-ի մասնակցությամբ։ Ցույցերն ավարտվեցին ռազմական հեղաշրջմամբ և նախկին նախագահի պաշտոնանկությամբ։ Մարոկոյում ևս Gen Z-ն ակտիվացել է, բողոքում են կառավարության անհիմն ծախսերի դեմ։ Մայրցամաքում տարածված շարժումները մարտահրավեր են նետում իշխող էլիտաներին և պահանջում ավելի ժողովրդավարական կարգեր։ Աննա Հարությունյան, Reopen Media։